Կառավարման 5-րդ տարում ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ազատվեց աշխատանքից։ Կառավարության ղեկավարը պատճառաբանեց, ազգային անվտանգության ծառայության տնօրենը հոգնել էր։ Նա արժանացել է, որ մի քիչ հանգստանա, որովհետև այս 4 ավելի 5 տարի այդ լարված պայմաններում աշխատել է ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում, բարձր եմ հասկանում եք, որ հեշտ չի։ Իսկ ինչու Աբազյանը հոգնածություն դրսևորեց գործարար Սամվել Կարապետյանի տանը իրավապահների գործողությունների հենց հաջորդ օրը։ Փաշինյանն այս մասին լռում է։ Աբազյանի հետ կապված երեք ուշագրավ հայտարարություն արեց ընդդիմադիր պատգամավոր Գեգամ Մանուկյանը։ Արմեն Աբազյանին ասեցի որպես անվտանգության պատասխանատու, երբ որ Նիկոլ Փաշինյանն ասում է կուսակրոնությունը անվտանգության հարց է, գնահատում ես այդպես։ Պատասխանը շատ կարճ էր։ Այդ ճղճիմ թեմային չեմ ուզում անդրադառնամ։ Եթե հանձնաժողովի այս նիստը տեղի է ունեցել դռնփակ հանրության աչքից հեռու, ապա ավելի ուշ սկսված իրավական գործընթացները Սամվել Կարապետյանի շուրջ տեսանելի էին։ Մի քիչ հետ կանգնեք, որտեղ ազգային անվտանգությունը պետք է գայինա։ ԱԱԾ-ն սակայն այդպես էլ չեկավ։ Արդյոք պետք է Աբազյանի ղեկավարած կառույցը զբաղվեր այդ գործով, բայց հրաժարվել է։ Լրագրողները հարցրին Նիկոլ Փաշինյանից։ Ձեր նշած հանգամանքների հետ ուղղակի կապ ունի իմ նշած հանգամանքների հետ, իսկ ընդհանրապես ազգային անվտանգության ծառայության տնօրենի աշխատանքը առնչվում է գրեթե ամեն ինչի հետ, հատկապես այն ինչ որ վերաբերվում է անվտանգությանը, այդ թվում հիբրիդային անվտանգություն։ Հրաժարվել է որևէ հանձնարարություն կատարել, պարոն Վարդապետ։ Չէր կարող ազգային անվտանգության ծառայության տնօրենը հրաժարվել իմ որևէ հանձնարարություն կատարել։ Այդ դեպքում Աբազյանը որ հանձնարարությունը չի կատարել, որ պաշտոնանկ է արվել։ Փաշինյանն այդպես էլ ուղիղ չպատասխանեց։ ԱԱԾ արդեն նախկին տնօրենն էլ չի պատասխանում հեռախոսազանգերին։ Կոնկրետ հարցը դիմումը ազատման ով է գրել եւ ինչպես է եղել, արդյոք սա եղել է վարչապետի կողմից, հա, թե ուղղակի նախկին տնօրենը ինքը հրաժարական ներկայացել է, այո, հեռացել է, սա մեկ։ Երկրորդ, այդ ինչից վարչապետը որոշեց, որ տնօրենը հոգնել է, այսինքն դա ինչ է եղել, ինքն է որոշում, ասենք, ղեկավարները հոգնել են, չեն հոգնել, Արցախուր գնացել են, չեն գնացել։ Փաշինյանի իշխանության տարիների ընթացքում Արմեն Աբազյանն ամենաերկարն է պաշտոնավարել որպես ազգային անվտանգության ծառայության տնօրեն, այն էլ երկրի ամենալարված իրավիճակներում։ Նա այդ պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի նոյեմբերի 8-ին։ Հեղափոխությունից հետո ընդամենը 7 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում ԱԱԾ 4 տնօրեն է փոխվել։ Չգիտեմ, 4-ը ճիշտ է, 8-ն է ճիշտ, թե մեկը լիներ մինչև հիմա այդ մեքենան կառավարելով առաջ բերեր, որը ավելի արդյունավետ կլիներ։ Նախ եւ առաջ շատ կարեւոր էր մաքրել այդ համակարգը, հետո նոր նշանակումների արդյունավետությունը քննարկեինք։ Արմեն Բադալյանն էլ հարց է բարձրացնում. պետք է հասկանալ ինչն է դրվում այդ փոփոխությունների հիմքում։ Եթե կադրային փոփոխությունների հիմքում դրված է երկրի անվտանգության համակարգի տվյալ պահին, ասենք, ավելի adekvat գործիչի կամ ավելի ցանկալի գործիչի փոփոխություն, դա ուրիշ է, բայց երբ որ այդ փոփոխության հիմքում դրված է մեկ մարդուն էլ ավելի շատ ծառայելու, արդեն 120%-ով ծառայելու սկզբունքը, դա արդեն վտանգավոր է։ Գաղտնիք չէ, որ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները հիմնական ուսուցումը եւ վերապատրաստումն անցնում են Ռուսաստանում։ Այդ պատճառով գերատեսչությունը տարիներ շարունակ քննադատության է ենթարկվել իրավապաշտպանների կողմից։ Բարսեղյանն ընդգծում է, պետք է մի քանի երկրների փորձը հաշվի առնելով ստեղծել հայկական կադրային բազա։ Կարելի էր 7 տարիների ընթացքում սկսել շատ բարձր որակի ուրեմն կադրային բազայի կառուցումը, բոլորի լավագույն փորձը պիտի ուսումնասիրվեր եւ այնպես չլիներ, որ հայոց այս մեր պետության ազգային անվտանգության կադրային բազան, չգիտեմ, մի ահռելի ծավալով, ով գիտե 90-95, գուցե 100%-ով հենված ու շահկապված լիներ Կրեմլի շկոլային կամ Կրեմլի KGB-ին կամ FSB-ին։ Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն էլ ընդգծում է, տարբեր տարիներին պետության կառավարումը ստանձնած անձինք կառավարման այլ մոտեցումներ են որդեգրել, ինչն էլ իր ազդեցությունն ունեցել է ազգային անվտանգության ծառայության վրա։ Ստացվում է, որ ԱԱԾ-ն ըստ այդմ սկսում է դիրքավորվել ըստ տվյալ պահի իշխանության, ոչ թե երկրի շահերից բխող։ Հիմա փաստորեն այդ կառույցը Էլի իհարկե ինչ-որ բաներ մնացել է ազդեցություններ, ասենք հասկանալի է, որտեղ որ սովորել են եւ այլն, բայց ինքնին հասկանում եք, ասես մատ լուրջ խնդիր կա, ինքնին ինքը չի սպասարկում, արդեն նշեցինք պետության շահերը։
Իսկ ով ինչ արժեքներով եւ ինչ բարեվարկությամբ կնշանակվի ազգային անվտանգության ծառայության նոր տնօրեն, բարձ կդառնա առաջիկա օրերին։ Մինչ այդ Աբազյանին փոխարինում է տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը։